Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես էլ իմ բաժնին կներկայացնեմ Արցախի մասով ինչ է կատարվել, ինչ է կատարվում եւ ինչ պետք է լինի։ Անցյալի մասով բոլորս գիտենք գնահատականը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է անձամբ խոստովանել, որ դիտավորյալ Արցախը հանձնել է։ Կարծում եմ այլևս անցյալի շուրջ նմանատիպ բանավեճերի կարիք չկա։ Եվ բոլորս հասկանում ենք, որ հենց իշխանությունների քաղաքականության պատճառով նպատակային դիտավորյալ մենք Արցախը ժամանակավորապես կորցրեցինք։ Ինչ ունենք այժմ, կամ 2 տարի անց այն օրերից, որ մենք բռնի տեղահանվեցինք, 3 հիմնական ուղղությամբ շեշտադրում կանեմ, նախ քաղաքական առումով Արցախի ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից չի ընդունվում որպես հավաքական միավոր, որպես ժողովուրդ, նույնիսկ անհատական առումով մարդիկ, որոնք իրավունք ունեն վերադարձի իրենց հայրենի տուն, իրենց հողեր, իրենց գերեզմաններ։ Եվ սա հստակ իշխանությունները ներկայացնում են որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։ Այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետությունը ներպետական օրենսդրությամբ, միջազգային դատական ակտերով, նույնիսկ գործող իշխանությունների գործող կառավարության գործող ծրագրով հստակորեն պարտավորություն են ստանձնել Արցախի ժողովրդի քաղաքական իրավունքների համար։ Էլ չասեմ ինքնորոշման իրավունք, էլ չասեմ Հադրութի, Շուշիի դեօկուպացիա կամ Արցախի Հանրապետության ճանաչում հանուն փրկության կոնցեպտի հիման վրա եւ այլն, գոնե վերադարձի իրավունք, գոնե անհատական մակարդակով նրանք շղթում են։ Եվ այն դեպքում, որ հենց իրենց դիմումի հիման վրա աշխարհի ամենաբարձր դատարանը, Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ Արցախի տեղահանված ժողովուրդը ունի վերադարձի իրավունք։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը հենց այդ դիմումով ստանձնել է լրացուցիչ միջազգային պարտավորություն հետամուտ լինելու մեր վերադարձի իրավունքի իրացմանը։ Բացի դրանից, նաև Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքով, որպես իրենց տերմիններով խոսենք, փախստականներին ընդունող պետություն, պարտավոր է բոլոր քայլերը կատարել նույն փախստականների վերադարձը ապահովելու համար։ Այնինչ ինքը փոխարենը Ադրբեջանի հետ բանակցի, պայմաններ թելադրի, որ մենք վերադառնանք մեր հայրենիք եւ միջազգային երաշխիքներ ապահովի, դրա փոխարեն ուղղակի ստորագրում է համաձայնագիր, որի մեջ որևէ խոսք չկա ոչ բռնի տեղահանման մասին, ոչ իրենց տերմիններով ասած էթնիկ զտման մասին, ոչ էլ մեր վերադարձի մասին։ Հետևաբար իրենք այս ամենը դիտավորյալ ձախողել են եւ որևէ կերպ չեն ցանկանում ստանձնել իրենց պատասխանատվությունը հենց իրենց փաստաթղթերի հիման վրա։ Երկրորդ ուղղությունը՝ սոցիալական, մարդասիրական, հումանիտար ուղղությունը։ Մենք այստեղ ընդունվել ենք Հայաստանի ժողովրդի կողմից շատ բարի, շատ գրքապած ձևով եւ շնորհակալ ենք դրա համար։ Հայաստանի կառավարությունը լավ թե վատ որոշ գործող ծրագրերով հումանիտար վիճակը քիչ թե շատ կայուն վիճակում էր պահում, թեև ծանր, մինչև այս տարվա ապրիլ եւ հանկարծ առանց որևէ իրավիճակի փոփոխության որոշեցին, որ կտրում են նույնիսկ ամսական աջակցությունը, որը նախատեսված էր բնակվարձի ապահովման համար, առանց մեզ ապահովելու բնակարանով։ Եվ ապրիլից սկսած, հետո արդեն հունիսից սկսած, Արցախի ժողովրդի հումանիտար սոցիալական վիճակը կտրուկ վատանում է։
ինչի հետևանքով տարբեր փորձագիտական հաշվարկներով Արցախի ժողովրդի շրջանում աղքատությունը ավելի քան 80% է։ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում միջին աղքատությունը շուրջ 23% է, եւ գնալով խորանում է այդ աղքատությունը, քանի որ մենք շարունակում ենք, մեր ժողովուրդը շարունակում է բնակվարձով ապրել ավելի քան 100,000 մարդ։ Մոտ 20,000 արցախցի աշխատում է, սակայն միջին աշխատավարձը Հայաստանի միջին աշխատավարձից մոտ 40%-ով ավելի ցածր է, այն դեպքում, որ կարիքները կամ սպառողական զամբյուղը ավելի բարձր է, քան Հայաստանի Հանրապետության միջին բնակչի սպառողական զամբյուղը։ Այսինքն, աղքատության շեմը պետք է հաշվել ոչ թե 78,000 դրամով, այլ 78,000 գումարած բնակվարձ յուրաքանչյուր անձի համար։ Եվ այս պարագայում ամառը մենք ունեցել ենք լրացուցիչ արտագաղթի ալիք, որովհետև մարդիկ ցանկանում են Մայր Հայաստանում ապրել արժանապատիվ կայուն կեցությամբ, բայց չեն կարողանում, եւ օտար ափերում բախտ ու հնարավորություն են փնտրում։ Եվ արտագաղթը գնալով մեծանալու է արցախցիների շրջանում։ Եվ այս տեսանկյունից պետք է խոսել երկու հիմնական ձախողված ծրագրի մասին՝ բնակարանային ծրագիր եւ զբաղվածության ծրագիր։ Հայաստանի գործող կառավարության արցախցիների համար նախատեսված զբաղվածության ծրագիրը տոտալ ձախողում է ապրել։ Եվ դրա մասին իրենք բարձրաստիճան ներկայացուցիչները մեզ հետ փակ հանդիպումներում ընդունել են բառացի։ Ինչ վերաբերում է բնակարանային ծրագրին, ապա նախ այդ ծրագիրը, ինչպես նաև մնացած բոլոր ծրագրերը արցախցիներին վերաբերող, ընդունվել են 0 ներառականության պայմաններում, թեև մենք բազմիցս ահազանգել ենք, առաջարկել ենք, խնդրել ենք, պահանջել ենք, որ եկեք նստենք, քննարկենք մտահոգությունները, լուծումները, բայց իրենք որոշել են, որ չէ, որոշումը ընդունում են նույնիսկ առանց նախագիծը հրապարակելու։ Ընդունեցին 7-8 ամիս շարունակ տեսան, որ ոչ ոք չի դիմում, չեն էլ կարողանում ընթացակարգային առումով դիմել, ստանալ վկայագիրը եւ այլն։ Ստիպված որոշ տեխնիկական բարելավումներ արեցին։ Հետո մենք սկսեցինք փողոց դուրս գալ, բողոքել, կիսապռատ, ձևական կերպով մեզ հետ սկսեցին ինչ որ ձևով բանակցել, պայմաններ թելադրել, հետո մարել փողոցային պայքարը եւ այն, ինչ որ բանակցություններում ընդունել են, դրա մեծամասնությունը նույնիսկ չկատարեցին, որ խոստացել էին այդ փոփոխությունները կատարել։ Արդյունքում բնակարանային ծրագրից 1.5 տարի անց օգտվել է մի քանի 100 ընտանիք, եթե չեմ սխալվում 500-600, ոչ ավելին։ Այն դեպքում, երբ շահառուները 25-30 հազար են, համեմատությունը պետք է հասկանալ։ Եվ այս պայմաններում ավելին ասեմ, ոչ միայն իրենք չեն ցանկանում սկզբունքները վերանայել, որոնք շատ էական են, շնորհակալություն։ Դա կլինի համայնքային բնակեցում, առաջնային շուկայի խթանում եւ այլն, այլ նաեւ որևէ կերպ արժանապատիվ կայուն կեցության պայմաններ, թեև ժամանակավոր չեն ապահովում։ Իրենք իրենց ասած թվերով $2 միլիարդ ավելացնում են Հայաստանի Հանրապետության պետական պարտքը բարձր տոկոսներով առանց որևէ ավելացված արժեք ստեղծելու։ Այսինքն, արհեստական կերպով խթանում են երկրորդային շուկայից գնում, դրա միջոցով արհեստական գնաճ, այդ գումարը հիմնականում դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, որովհետև բնակարան վաճառողները տունը վաճառում են, գումարը վերցնում են եւ արտագաղթում են։ Ոչ չկա տնտեսական արդյունք, ոչ ժողովրդագրական արդյունք, այնինչ մենք առաջարկում էինք այս $2 միլիարդ կառուցել տներ, ապահովել տնտեսական ավելացված արժեք, թարմացնել բնակֆոնդը, ապահովել ժողովրդագրական արդյունք, բայց իրենք չարեցին դա։ Եվ վերջին կետը շատ հակիրճ, վերջին ուղղությունը,
Դա ատելության խոսքն է արցախցիների հանդեպ։ Թեև իրենք քաղաքական, ներքին սոցիալական բոլոր հարցերում ներառականություն չեն ապահովում, մենք մեր ձայնը բարձրացնում ենք եւ ցանկանում ենք մեր իրավունքները պաշտպանված լինեն եւ մեր կարծիքը հաշվի առնված լինի մեզ վերաբերող որոշումների կայացման հարցում։ Եվ հենց մենք մեր ձայնը բարձրացնում ենք, ատելության տարափ է սկսում բոլոր արցախցիների դեմ, այդ թվում կոնկրետ անձանց դեմ։ Հենց այս ելույթից հետո կտեսնեք, թե իմ դեմ ինչ արշավ են սկսում։ Բայց խնդիրն այն է, որ երբ մենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դիմում ենք դատախազությանը, քննչական մարմնին եւ պատշաճ հաղորդում ենք տալիս հանցագործության մասին, ոչ մի հանցագործության հիմքով վարույթ չի սկսվում, ոչ մի հանցագործության հիմքով մեղադրյալի կարգավիճակ կամ կասկածյալի կարգավիճակ չեն ընդունում, բայց երբ իրենց է վերաբերում ատելության խոսքը, լավ էլ գործերը կարում են։ Այսքանը շատ շնորհակալություն։